Իսկ դու գիտեիր, որ հայոց վերջին թագավորը եղել է Մադրիդի միակ կառավարիչը։ Խոսքը Լևոն 6-րդ Լուսինյանի մասին է, ով Կիլիկիայում գահ բարձրացավ 1374 թվականին։ Մեկ տարի անց սակայն մամլուքներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Սիսը եւ հայոց թագավորությունը անկում ապրեց։ Մի քանի տարի մամլուքյան գերության մեջ գտնվելով Լևոնը ի վերջո ազատ արձակվեց Կաստիլիայի թագավոր Խուան առաջինի վճարած մեծ փրկագնի շնորհիվ եւ տեղափոխվեց Իսպանիա։ Եվ հենց այստեղ տեղի ունեցավ ամենաանսպասելին։ Խուան առաջինը ցմահ ժամկետով միանձնյա կառավարման հանձնեց Մադրիդը Լևոն 6-րդին։ Լևոն 6-րդը Մադրիդը կառավարեց մոտ 8 տարի, սակայն նրա ծրագրերում կար այլ մեկ կարևոր նպատակ։ Նա փորձեց նաև հաշտեցնել Ֆրանսիային եւ Անգլիային, երկու հակամարտող կողմերին, որպեսզի համատեղ ուժերով նոր խաչակրած արշավանք ձեռնարկվի դեպի արևելք, ազատագրելու Կիլիկիան։ Ի վերջո այս ջանքերը ապարդյուն անցան եւ 1393-ին հայոց վերջին թագավորը վախճանվեց, ամփոփվելով Կղիստինյան վանքում։ Այնուհետև նրա տապանակարը տեղափոխվեց Սեն-Դենի, որտեղ հանգչում են ֆրանսիացի գրեթե բոլոր գահականները։ Կպատկերացնեի, որ հայոց թագավորը մի ժամանակ եղել է Մադրիդի կառավարիչը։ Գրիր մեկնաբանություններում։